48 ժամվա մեջ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն է անոնսել առանց մանրամասներ հայտնելու։ Վուչիչը սպասման մեջ է։ 48 ժամում ըստ նրա մի շարք այլ խոշոր իրադարձություններ են սպասվում։ Իրանը զգուշացնում է տարածաշրջանային հակամարտության մասին, եթե Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի վրա։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենին հայտարարել է. Թեհրանը չի ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց Իրանի ժողովուրդը ուժեղ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա։ Իրանի գերագույն առաջնորդի խոսքի փակագծերը այդ երկրի արտգործնախարարն է բացել։ Աբբաս Արաղչին հարցազրույց է տվելու ասել, քանի որ Միացյալ Նահանգների ռազմաբազան ամբողջ տարածաշրջանում է, պատերազմի մեջ կներքաշվի նաև տարածաշրջանը։ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից Իրանը դասեր է քաղել ու լավ պատրաստվել է նոր պատերազմին։ Թրամփի պատասխանն էլ չի ուշացել։ Մեկնաբանելով Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը, թե ԱՄՆ-ի հարձակումը կարող է տարածաշրջանային պատերազմ հրահրել, Թրամփն արձագանքել է։ Իսկ ինչու նա չպետք է նման բան ասի։ Իհարկե, նա կասի, բայց մենք այնտեղ ունենք աշխարհի ամենամեծ եւ հզոր նավերը։ Հույս ունեմ, որ մենք գործարք կկնքենք։ Իսկ եթե ոչ, այդ ժամանակ կիմանանք։ Խամենեին ճիշտ էր, թե ոչ։ Իրանի գերագույն առաջնորդը երիտասարդների հետ հանդիպմանը խոսել է նաև Իրան-ԱՄՆ հակամարտության խորքային պատճառների մասին։ ԱՄՆ-ն ուզում է կուլ տալ Իրանին եւ շահագործել մեր ռեսուրսները։ Մարդու իրավունքների մասին ողջ խոսակցությունն անհեթեթություն է։ Իրանի նավթը, գազը, հանքերը, աշխարհագրական դիրքը, ահա ԱՄՆ-ի գրավչության առարկան, ասել է Խամենեին։ Թրամփն այնուամենայնիվ հույս ունի, որ իր վարչակազմը կկարողանա համաձայնության գալ Իրանի հետ։ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային գործարքի շուրջ համաձայնություն նաև Իրանի արտգործնախարարն է ակնկալում, բայց պայմանով, որ ԱՄՆ-ն կընդունի Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է։ Իրանը նաև ակնկալում է, որ իր դեմ պատժամիջոցները կվերացվեն։ Այս ընթացքում Իրանն ակտիվացրել է իր տարածաշրջանային շփումները։ Իրանցի պաշտոնյաները հանդիպումներ ու հեռախոսազանգեր են ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի իրենց պաշտոնակիցների հետ։ Թե Թուրքիան, թե Ադրբեջանն իրենց միջնորդական աջակցությունն են առաջարկել Իրանին այն ընթացքում, երբ Հայաստանի վարչապետը վարչաբենդ էր ձևավորում ու նվագում։